5 տարի առաջ նոյեմբերի 9-ը դարձավ մեր նոր պատմության սահմանագիծը, պարտություն, կորուստներ, իսկ 5 տարի անց 2025-ի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը կարծես այդ նույն պարտությունը փորձում է փակել այլ բառապաշարով՝ խաղաղության պիտակով։ Նոյեմբերի 9-ի գինը ինչ էր իրականում ստորագրված փաստաթուղթը՝ խաղաղություն թե պարտության արձանագրում, ինչ տարբերություններ կան նոյեմբերի 9-ի եւ խաղաղության պայմանագիր կոչվածի միջև եւ որն է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դերաբաշխումը մեր տարածաշրջանում, այս պահին զրուցելու եմ քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Գասպարյան, մեր հաղորդման խորագիրն այսօրվա պատահական չէ։ Սև թղթի հակառակ կողմը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն այն ժամանակ ընկալվեց որպես հենց սև թուղթ եւ միայն 5 տարի անց հասկացանք, որ այդ փաստաթուղթը ավելի շատ հնարավորություններ էր մեզ տալիս, քան այսօր խաղաղության պայմանագիր կոչվածը։ Որն էր իրականում այդ փաստաթղթի իրական գինը եւ ուր կորան դրանց երաշխիքները։ Շատ պրակտիկ խոսենք կոնկրետ օրինակներով։ Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը առ ոչինչ համարելու քայլեր շատ կատարվեցին, որովհետև դա այն ժամանակ չէր բխում հայկական պետությունների կամ կարելի ասել արդեն պատերազմից հյուծված դուրս եկած Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ազգային կենսական պետական շահերից, բայց այո, մենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո այդ Պրահայում իշխանությունը Հայաստանի հայտարարեց եւ պատրաստակամություն հայտնեց հրաժարվել Արցախից եւ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մենք համարեցինք, որ այդ փաստաթղթի կետերի իրականացումը իրապես բխում է հայ ժողովրդի շահերից եւ Հայաստանի Հանրապետության շահերից, երկու պատճառով այդտեղ Արցախի չհայաթափման եւ երկրորդը Սյունիքը որպես անվտանգության վահան չդարձնելու, այն ժամանակ Արցախն էր Հայաստանի եւ հայության անվտանգային վահանը, պատերազմից հետո դարձավ Սյունիք, այսինքն վտանգը մոտեցավ, տեղափոխվեց Հայաստանի տարածքից։ Եվ ինքնիշխանություն բնականաբար հանվեց աճուրդի։ Ինչ եղավ դրանից հետո։ Մենք եթե 3 մակարդակով փորձենք դիտարկել, ապա շատ հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել։ Քարոզչական մակարդակում ամբողջությամբ խոսույթը ձևավորվեց ռուսական խաղաղապահ զորակազմի դերակատարման արժեզրկման ուղղությամբ, որ ինչ են անում ռուսները։ Մենք շատ ենք խոսել այդ մասին, ես անձամբ իմ վերլուծականներում շատ ծանրակշիռ փաստարկներով նաև ապացուցել եմ եւ ցույց եմ տվել, թե ինչ կարող էր անել ռուսական խաղաղապահ զորակազմը չլքելու Արցախը եւ իրենց սխալների մասին բնականաբար խոսել ենք, բայց չմոռանանք, որ Ռուսաստանը կայսրություն է եւ աշխարհի անվտանգային ճարտարապետությունը վիճարկող պետություն եւ որևէ կողմ չի կարող իրեն խորհուրդներ տալ, ինչպես վերահաշվարկներ կատարել կամ իրենց ազգային շահերից կամ պետական շահերից ելնելով ինչ քաղաքականություն որդեգրել խնդիրն այն է, որ մեր շահերը այստեղ անտեսվեցին, մեր շահերը ոտնարկող եղան, անունը դրվեց Ուկրաինայում ռազմական գործողություններով զբաղված լինել եւ Հարավային Կովկասում երկրորդ ճակատ չբացելը, բայց դրան այլ տարբերակներ կային։ Հիմա անցյալի մասին խոսել անիմաստ է, պետք է նայել բնականաբար գալիք իրադարձություններին եւ ինչպես մենք որպես պետություն Ստայմ այսօր նաև կխոսենք, կարողանալու ենք այն հենման կետերը գտնել, որոնց վրա կանգ առնելով մենք կկարողանանք դաշնակիցների քարտեզը նորից ձևավորել եւ առաջացնել մեր խնդիրների ձևակերպման, ճիշտ ձևակերպման եւ իրականացման գործում։ Այդուհանդերձ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Պրահյան հայտարարությունից հետո գրեթե հավասարվել էր 0-ի եւ արդյունք եղավ Արցախի հայաթափումը։ Նախ սկզբունքային մեկ հարց փորձենք պարզել։ Նոյեմբերի 9-ի եւ օգոստոսի 8-ի փաստաթղթերի տարբերությունը շատ ակնհայտ է եւ բովանդակային առումով եւ ձևավորման եւ ժամանակաշրջանի պատմական մոմենտումի եւ մեթոդաբանության առումով։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատերազմական գործողությունները դադարեցնող փաստաթուղթ էր, իսկ օգոստոսի 8-ի փաստաթուղթը ժամանակավոր հրադադարի, հաստատված ժամանակավոր հրադադարի դե յուրե կամ փաստաթղթային լեգալացում եւ երկարաձգման ժամանակահատված է։ Ես չեմ համարում, որ սա խաղաղության փաստաթուղթ է։
Գուցե ինչ որ 7-րդ, 8-րդ շերտում, եթե համապատասխան հիմնավորումներ դնենք դրանց տակ, եւ դա ավելի շատ քարոշչական փաթեթավորումից է կախված, գուցե ինչ որտեղ մենք կարողանանք ասել, որ սա միտված է պետությունների միջև հարաբերությունների հաստատմանը կամ, ինչպես ուզում եք անվանեք, խաղաղության հաստատմանը, բայց ինքը բուն խաղաղության process-ի հետ որևէ աղերս չունի եւ ունեմ 13-ից ավելի հիմնավորումներ ներկայացրել ընդամենը 3 օր բավարարման։ Առաջինը հստակ օգոստոսի 8-ի փաստաթղթով սահմանազատված չեն յուրաքանչյուր կողմի իրավունքներն ու պարտավորությունները։ Եթե մենք խոսում ենք խաղաղության process-ի մասին, ապա այս տարածաշրջանում հարավկովկասյան տարածաշրջանի արցախյան կոնֆլիկտի շուրջ պատերազմած պետությունների, միջև խաղաղության process հաստատելու մասին, ապա այն պիտի լինի երաշխիքներ տրամադրող արդար եւ համապարփակ լուծում։ Արդարությունը ընդհանրում է հայրենազրկված ժողովրդի վերադարձի գոնե իրավունքի ամրագրումը որևէ փաստաթղթում, այնինչ մենք տեսնում ենք, որ այդ փաստաթղթում չկա որևէ։ Ով է մեղավոր? Միացյալ Նահանգները? Ոչ, իհարկե, Ադրբեջանն է մեղավոր? Ոչ, մեղավորը Հայաստանն է, Հայաստանի իշխանությունն է։ Իշխանությունն ասում է փակված է այդ էջը, վերադարձի Արցախի։ Իշխանությունը ընդհանուր քաղաքական կուրսի մեջ որ մտել է 2018 թվականի կեսերից սկսած, հունիսից սկսած, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կանչը տեղի ունեցավ դրանից հետո Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հստակ սառեցում, ցնցումներ, մեծ ցնցումներ հետո այն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի այցը Հայաստան եւ այն մեսիջները, որ նա փոխանցեց այստեղ հատկապես Ռուսաստանի ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունների կամ քարտեզագրումը վերանայելու, մինչև պատերազմից հետո այն սխալ դիվանագիտությունը, որ հայկական կողմը Հայաստանի իշխանությունը վարեց, սա դրա տրամաբանական շարունակությունը, այսինքն մենք չպետք է ուրիշ բան ակնկալենք, ինչը այսքանից հետո պիտի Հայաստանի իշխանությունը ասի, որ մենք վերադարձի օրակարգ ունենք, նա ասաց նույնիսկ ոչ կոռեկտ բառ գործածեց վիրավորելով միլիոնավոր հայորդիների եւ էմոցիոնալ եւ զգացական եւ ինտելեկտուալ շերտեր, ինչ է նշանակում վերադարձի թեման վնասակար է։ Մենք ինչի հետ գործ ունենք, այսինքն հայության արցախյան հատվածը վիրուս է եւ իրենց վերադարձը վնասակար, այսինքն նույնիսկ եզրույթների ընտրության հարցում են ցինիկ եւ ոչ պատշաճ, ուր մնաց ինչ որ նորմալ բան ակնկալենք իրենցից, որ պիտի ասեն վերադարձը։ Այ հարցի մյուս կողմն է, որ Արցախ հավաքական վերադարձի օրակարգը ինչպես է մնում հորիզոնական մակարդակում եւ քաղաքական այն դերակատարների օրակարգում, որոնք հավակնություն ունեն կամ հայտ են ներկայացնում իշխանություն ձևավորել։ Ձեր հիմնադրած կառույցը դա օրակարգում է պահում, ինչպես եք դա պատկերացնում։ Տեսեք, մենք նախ 3 կարևոր գաղափար, մենք ամենևին չենք հավակնում ճշմարտության բաստիոնին, մենք չենք, որ պիտի ասենք վերջին խոսքը ճշմարտության, մենք մեր հնարավորությունների սահմաններում եւ գիտամտավոր, ինտելեկտուալ, կազմակերպչական մշակել ենք եւ շարունակում ենք կատարելագործել Արցախ հավաքական վերադարձի ռազմավարությունը հաշվի առնելով մի շարք հետ կոնֆլիկտային տարածաշրջանների փորձը, միջազգային իրավունքը, միջազգային քաղաքական պրակտիկան եւ միջազգային հարաբերություններում այն տրանսֆորմացիաները, որ ընդհանրապես տեղի են ունենում։ Մենք այդքանը հաշվի առնելով գրում ենք մեզ համար ճանապարհային քարտեզ, գրում ենք իդեալ տեստական, թե ինչպես դա պետք է լինի հնարավոր։ Շատ դետալներ բնականաբար մենք չենք բացահայտի, որտեղ հաշվի առնենք, որ մեզ նաև լսում մեր թշնամուն, իսկ ով ասաց, որ մենք մեր թշնամուն պիտի ասենք մեր ռազմավարությունը մենք ունենք, մենք պատկերացում ունենք եւ շատ կարեւոր է, որ այդ ռազմավարությունը լինի ռացիոնալ, չլինի կենացի մակարդակով։ Մենք աշխատում ենք հենց մեթոդաբանությունն այնպես անել, որ ինքը լինի իրատեսական, ինքը լինի խելամիտ, ինքը լինի պրոգրեսիվ, ինքը լինի առաջադեմ, եւ որովհետեւ 5-րդ սերնդի պատերազմներում իսկ մենք պատերազմական աշխարհում ենք։ Մենք այնպես չէ, որ խաղաղության դարաշրջանը թևակողել է միայն Հայաստան, բայց ամբողջ աշխարհը ճարտարապետություն է փոխում, հա, տրամաբանություն է փոխում, տնտեսականից սկսած մինչև անվտանգություն, միայն Հայաստանն ու Ադրբեջանը ուզում են խաղաղություն։ Ոչ, պատերազմող աշխարհում կամ նոր վերափոխումների շեմին գտնվող աշխարհում դու պետք է պատրաստ լինես ցանկացած պահի
այդ ծրագիրը իրականություն դարձնել։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Որևէ մեկին չթվա, որ որևէ մեկի ձեռքում կախարդական փայտիկ կա եւ այսպես թափահարելով կարող է ասել, որ վաղը մենք պիտի վերադառնանք Արցախ։ Ոչ, դա անիրատեսական է, նույնիսկ ես կասեի դա սուտ է։ Մենք շատ լավ հասկանում ենք իրերի դրությունը։ Պատերազմում հյուծված Հայաստան, բարոյահոգեբանական առումով ջլատված, մասնատված, պառակման ենթարկված ժողովուրդը չի կարող որևէ հաղթանակ տանել, չի կարող։ Բայց մենք ունենք ոչ թե հույս, մենք ունենք հավատ եւ ունենք կոնկրետ աշխատանք այդ ամբողջը մեղմացնելու զուգահեռ օրակարգում պահել հենց այս խնդիրը, որը ՄԱԿ-ի կանոնադրությամբ, միջազգային իրավունքով, ազգերի ինքնորոշման կոնցեպտի մեջ ամենաբնական իրավունքն է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ մենք որպես ժողովուրդ իրավունք ունենք մեր հայրենիքում ապրելու։ Սա այն կարևոր թեզն է, որով պետք է հակակշռել իշխանության այն բոլոր զառանցանքներին, ես չեմ վարանի ասել, երբ իրենք ասում են, հա, փաստորեն դուք խաղաղություն չեք ուզում, ինչ գին պիտի վճարենք դրա համար, եթե Ադրբեջանը պիտի շարունակի օկուպացնել Հայաստանի տարածքները, մի քանի 100 կիլոմետր ինքնիշխան տարածքից Հայաստանից վերցրած, եթե այդ ճանապարհների կոմունիկացիաների ապաշրջափակում պիտի ենթադրի բացառապես միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից եւ միակողմանի երթուղի Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ, բայց Հայաստանը շրջանցվի, եթե դա պիտի ենթադրի Հայաստանի տնտեսական, անվտանգային եւ քաղաքական ներուժի թուրքական տնտեսական ակցիանի մեջ վերցնել եւ Հայաստանի ինքնուրույն դերակատար որպես հանդես չգա, ապա դա խաղաղություն չէ, դա խաղաղության իմիտացիա է, որի նպատակն է ժամանակ շահել եւ ժողովրդին հրամցնը սեփական ընտրազանգվածին ցույց տալ, որ տեսեք, այ ես բերեցի խաղաղություն։ Ես բազմիցս եմ այդ օրինակը բերել, չեմ բերել օրինակը, երբ նա Մյունխենում բանակցում էր Հիտլերի հետ եւ դրանից հետո հայտնի խաղաղության թուղթ այսպես բերեցի Թրոյի օդանավական եւ օդանավականում ցույց տվեց, որ ահա ձեզ բերեցի խաղաղություն, մենք տեսանք դրանից հետո ինչ ստացվեց, տեսանք, որ Եվրոպան ստացավ եւ պատերազմ եւ նվաստացում առհասարակ։ Հիմա մենք այդ նույն ճանապարհի մեջ ենք, եթե իրատեսականորեն փորձենք դիտարկել այնինչ տեղի ունենում, ապա մեծ մերձավոր արևելքում տեղի ունեցող կոնֆլիկտների, պատերազմների, բանակցությունների ընթացքում հեռանկարը ամենևին դրական բան չի հուշում, որ այն process-ը ինչ որ սկսվել է եւ փորձում են տեղավորել այսպես կոչված Աբրահամյան համաձայնագրերի համատեքստում, ամենևին էլ որևէ գործնականում որևէ նշանակություն չունեն։ Դրա վառ վկայությունը 2020 թվականին նույն սոցիալական 3 երկրներ Կատար, Բայրեն, Էմիրություններ եւ Իսրայելի միջև Աբրահամյան համաձայնագրերին միանալը, իսկ տեսանք ինչ եղավ այս տարվա հունիսին, Իսրայելը պարզապես ռմբակոծեց ամերիկյան ամենամեծ բազայի ներկայությամբ ամբողջ աշխարհում ամերիկյան արտաքին առաջին բազայի տարածքում Կատարում գտնվող շենքշինություններ, որոնք իբր ապաստան էին տրամադրել Համաս շարժման բանակցողներին, այսինքն նույն բանակցողների շենքը ինքը հարվածում է օրը ցերեկով։ Որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը նույն ձև չի վարվի։ Որևէ երաշխիք չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը հարաբերությունների հաստատման եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման եւ բարի կամքի դրսեւորման առումով որևէ ռեալ քայլ կկատարի այդ առումով։ Այլապես սահմանը բացելու խնդիրը պետք է կարգավորված լիներ 2020 թվականի նոյեմբերի 15-ից հետո, երբ Քարվաճառից հայկական զորքերը սկսեցին դուրս բերվել։ Նոյեմբերի 25-ին վերջնականապես դուրս բերվեցին, բայց ինչու, որովհետև պայմանը դա էր, որ Թուրքիան փակել էր Հայաստանի սահմանը 93 թվականին հիմնավորելով, որ Քարվաճառի ազատագրումը կամ գրավումը հայկական զորքերի կողմից, դա է պատճառը, հիմա չկան, ինչու չբացեցին, ուրեմն այստեղ կա մեկ այլ օրակարգ,
կա թուրքական օրակարգ, ընդարձակվել, ընդլայնվել դեպի արևելք եւ Հայաստանը խոչընդոտում է։ Հիմա մենք կամ այս ամբողջը կփորձենք դիտարկել մեր համապարփակ անվտանգության կոնցեպտի շրջանակում, որը լինելու է այս իշխանություններից հետո, այս իշխանությունի վիճակի չէ դա անել։ Հաջորդ իշխանության խնդիրը այդ հենման կետերը, որ ես քիչ առաջ նշեցի, դրանք գտնելն է, հենվելն է դրա վրա, ինչ որ դաշնակիցների քարտեզը նորից ձևավորելը, բանակցելը, դաշնակիցներ գտնելը, օրակարգի շուրջ գործընկերներ գտնելը, որովհետև թյուրքական քաղաքական սունիզմի աճի այս տարածաշրջանում տենդենսը այնպես չէ, որ բխում է ամբողջ աշխարհի շահերից։ Բազմաթիվ դաշնակիցներ կան, որոնք դեմ են այս քաղաքականության իրականացման այս տարածաշրջանում։ Եվ այդտեղ է, որ մենք պիտի կարողանանք նաև պատրաստ լինելով ցանկացած պահի մեր իրավունքների, անժամանցելի իրավունքների իրացմանը հարմար միջազգային պահը գտնել եւ կարողանալ մեր ազգային նպատակները նվազագույնը ասում եմ արցախցիների վերադարձը եւ Հայաստանի լիարժեք ինքնիշխանության վերականգնում սեփական տարածքների վրա իրականություն դարձնել։ Բանակցությունները որևէ ձև հնարավոր է նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադառնալ։ Տեսեք, ինձ համար անկեղծ ասած շատ պայմանական նոյեմբերի 9 օգոստոսի 8 հունվարի 16, չգիտեմ։ Դե նոյեմբերի 9-ով պարզապես Արցախի մի մասը գոնե մեր վերահսկողությամբ։ Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում հնարավոր է ընդհանրապես ուրիշ, այսպես ասեմ, ռասկլատ ձևավորվի։ Մինչև Ուկրաինայում եւ Մեծ Մերձավոր Արևելքում իրադարձությունները չհանդարտվեն, Հարավային Կովկասը որպես ազդեցության կրող, խորքային ազդեցության կրող տարածաշրջան չի ուղղորդվի, այսինքն Հարավային Կովկասից չի լինելու խաղաղության մոդելը, լինելու է դրսում Ուկրաինա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ կամ պրոքսի պատերազմը, որ եղավ, ինչ հանգուցալուծում է ունենալու, Հարավային Կովկասը ազդեցությունը կրելու է բնականաբար։ Ինչու եմ սա ասում, որովհետև այդ պարագայում հնարավոր է ընդհանրապես ինքնիշխան պետությունների դաշինքի նոր մոդելի ձևավորում, որի մեջ կմտնեն բազմաթիվ տարածաշրջանային երկրներ, ընդհանուր տնտեսական եւ անվտանգային հետաքրքրությունների շուրջ, բայց իրենց միջսահմանային խնդիրները լուծած կամ, չգիտեմ, սահմանազատման եւ սահմանագծման խնդիրները լուծած։ Ես բազմիցս եմ ասել, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարերային գործընթաց չէ, ուղղորդված գործընթաց է հիմա։ Ով է նախաձեռնել, ով է օգտվում ժամանակի ընթացքում, ով է ուղղորդում, ով է վերաձևակերպում եւ լրիվ ուրիշ ուղղությամբ տանում, դա հարցի մյուս կողմն է, բայց որ սա տարերային process չէ եւ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը ունենա քարտեզով այն նույն սահմանների, ինչ 88 թվականի դրությամբ, թեև դա էլ է հարաբերական փաստ է, ակնհայտ է։ Այսինքն Հայաստանի այն տարածքները, որոնք մինչև 88 թվականը Հայաստան-Ադրբեջան խորհրդային միության շրջանակում կային, հիմա մենք դրան ենք վերադառնում, եւ Արցախը բնականաբար վերադարձել է Ադրբեջանի դիրապետության տակ, ուղղակի առաջին անգամ լինելու, որովհետեւ Արցախը երբեք չեղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ եղել է խորհրդային Ադրբեջանի կազմում։ Հիմա այդ հաջորդ քայլով կլինի մեկ այլ փաստաթուղթ, որը կերաշխավորի որպես արդար աշխարհի կառուցման նողված, որովհետև հաջորդ նարատիվը դա է լինելու, հա, թեկուզ ձևական մակարդակով։ Լիբերալ գաղափարախոսության խնդիրը ժողովրդավարությունն էր, հիմա չգիտենք այս post կոնֆլիկտային շրջանում, հետ կոնֆլիկտային շրջանում ինչ նարատիվ են ձևավորելու։ Գուցե ասում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խորհրդային միության քաղաքացիներ էին եղել, իրենք վայելել նույն իրավունքները, գուցե, ես տարբերակներից մեկն է, սցենարներից մեկն է, եւ այդտեղ է, որ Արցախը որպես խորհրդային միության երբեմնի պետական սուբյեկտ, պետական միավոր, իսկ Արցախը այո պետական միավոր էր, խորհրդային միության կազմում, ինքը նույնպես պիտի ունենա այդ իրավունքները, ինչ որ մնացած քաղաքացիներն ունեցել։ Սա եթե այս տարածաշրջանից Ռուսաստան դուրս չի գալիս։
Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կոչում են ռուսական փաստաթուղթ, օգոստոսի 8-ի փաստաթուղթը ամերիկյան փաստաթուղթ։ Հիմա Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինչ դերաբաշխում ունեն մեր տարածաշրջանում։ Երկուսն էլ պահում են իրենց շահերը բացառապես, եւ սրան պետք է նորմալ նայել, ոչ թե թշնամանալ որևէ մեկի հետ, որևէ մեկի դեմ։ Ռուսաստանը որպես կայսրություն իր հետաքրքրություններն ունի, նոր չեն այդ հետաքրքրությունները 200 տարվա պատմություն ունեն, 1813 թվականից սկսած։ Միացյալ Նահանգները ամենայն դեպս այս տարածաշրջանում իր հետաքրքրությունները պայմանավորված են եղել դեռ 100-110 տարի առաջ, 105 տարի առաջ։ Թուրքիայով պայմանավորված, ինչու, որովհետև հետո Թուրքիան հետագայում երկրորդ աշխարհամարտից հետո արդեն դարձավ այն պլացդարմը ՆԱՏՕ-ի, որի վրա հենվելով հակախորհրդային պայքարը մղում էր, իսկ հետխորհրդային կամ սառը պատերազմի ավարտից հետո հետխորհրդային երկրներում ինքը սկսեց հետաքրքրություններ ցուցաբերել էներգետիկայի ոլորտում, միջուկային անվտանգության եւ ընդհանրապես տնտեսական առումով։ Այս համատեքստն է, որ պետք է ճիշտ կարողանանք անցնել, այսինքն ռուսական դերակատարումը մեծ հաշվով պատմաքաղաքական է, դիվանագիտական անվտանգային, իսկ ամերիկյանը շատ պերիոդիկ է, կարճատև է, հեռանկարային որպես այդպիսի ինչ է, որովհետև Հարավային Կովկասը որպես ամբողջական միավոր է, հա, ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ հայտնվել հետ սառը պատերազմի ժամանակահատվածում, այսինքն մինչև այդ չի եղել որպես այդպիսին։ Ամերիկյանը տնտեսական, շատ պրագմատիկ տնտեսական եւ ընդգծված հակաիրանական է։ Այսինքն այդ հակաիրանականն էլ ոչ թե գալիս ամերիկյան որոշումների ընդունման ամերիկյան կենտրոնների բնույթից, այլ իսրայելական լոբբիի, իրական լոբբիի ազդեցությունից, որը նույն կոնգրեսում եւ կոնգրեսի երկու պալատներում հսկայական այսպես ազդեցություն ունի եւ սպիտակ տան վրա իրենք կարողանում են ճնշում գործադրել, ճնշում բանեցնել եւ դրա ամենավառ վկայությունն այն է, որ Թրամփը չէր ուզում հաստատ պատերազմ Իրանի դեմ, բայց թեկուզ հիմա անուն դնենք ձևական, չգիտեմ ինչ եւ այլն, ռմբակոծությունները, որ տեղի ունեցան Իրանի նկատմամբ, ապացուցում են, որ այս տարածաշրջանը դեռ եռում է եւ Միացյալ Նահանգները դաշնակիցներ է փնտրում, գոնե տարածքներ է փնտրում այս տարածաշրջանում։ Այդ տարածքներից մեկը Իսրայելի միջոցով արդեն օկուպացված Արցախն է։ Հենց Ադրբեջանի եւ Իրանի, այսինքն օկուպացված Արցախի եւ Իրանի ամբողջ սահմանի երկայնքով իսրայելական հատուկ ծառայությունները վաղ նորություն չէ։ Նույն պատերազմի ժամանակ, հավանաբար հիշեք, 2020 թվականի Հադրութից հայկական զորքերի հետ քաշումից հետո առաջին այսպես բրիգադները, տարբեր բրիգադներ, ոչ միայն բանակային իմաստով եմ ասում, որ լծվեցին այդտեղ, բրիտանական պեղող ընկերություններն էին եւ իսրայելական գյուղատնտեսական ընկերությունները, որոնք այդ անվանման տակ, այսպես ուրիշ գործունեությամբ էին զբաղված, ինչը առաջացրեց բնականաբար Իրանի զայրույթը, բազմաթիվ նոտաներ հղեցին Ադրբեջանի, որ ինչ է կատարում եւ այլն։ Մազոտ դրանց չանդրադառնալով ուզում եմ ասել, որ որը կլինի ռուսական, որը ամերիկյան, երկուսն էլ իրենց շահերն են հետապնդում։ Խնդիրն այստեղ ես փորձում եմ ուրիշ ձև դիտարկել այդ երկուսի պայքարում մրցակցության մեջ, այսպես ասենք։ Իսկ այդ մրցակցությունը ռուս-ամերիկյան մեր տարածաշրջանում կարող է պայմանավորված լինել։ Սա այն կարևոր հանգուցային կետն է, որը հաճախ վերլուծական շրջանակները փորձում են շրջանցել կամ չանդրադառնալ, խոսելով որ TRIP-ը զուտ ամերիկյան պրոյեկտ է։ Բայց նաև փորձագիտական շրջանակներն ասում են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններից է կախված նաև այսօրվա իշխանության մնալը կամ հեռանալը։ Այո, դա տեսեք, այդ հարաբերությունները միշտ մակընթացություն մեջ են։ Հայ-ադրբեջանական հակամարտությամբ չէ պայմանավորված ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկան, հեռանկարն ու ապագան առհասարակ։ Շատ ավելի մեծ լուրջ օրակարգեր կան աշխարհում։ Երևի հայ-ադրբեջանական հակամարտությունը առաջի տասնյակի մեջ էլ չի մտնում։ Իսկ առաջի 15-ի մեջ չի մտնում։ Աշխարհը միջուկային նոր մրցավազքի շեմին է, Ուկրաինայի խնդիր կա, Ուկրաինայի հարստության վերաբաշխման համամասնության խնդիր կա,
Մերձավոր Արևելք կա, քրդական պետության հեռանկար կա, Սիրիայի ֆեդերալիզացիայի խնդիր կա, Թուրքիայի թուլացման խնդիր կա, Սուդանի խնդիր կա, Աֆրիկյան մայրցամաքում նավթագազային ռեսուրսների միջոցով աշխարհաքաղաքական գործոն դառնալու խնդիր կա, Չինաստան-Թայվան խնդիր աշխարհի որակարգը շատ մեծ է եւ միայն այդ խնդիրները լուծելուց հետո է որ այս տարածաշրջանում հնարավոր է ինչ որ բանի հասնել։ Իմ թեզ որ ես վերջին մի քանի ամսվա ընթացքում անընդհատ առաջ եմ տանում եղել է այն եւ շարունակում եմ պնդել որ թրիփը այս տարածաշրջանում չեր կայանա առանց ռուսական համաձայնության կամ կոնսենսուսի, այսպես ասեմ, փոխհամաձայնության եւ առանց Իրանի հետ կոորդինացնելու։ Միջնորդավորված ամեն հավանականությամբ, որովհետեւ այլապես տարածաշրջանը կպայթեր։ Իրանը երբեք ու երբեք չի հանդուրժի իր սահմանների հյուսիսային սահմաններին տեսնել թշնամի պետության զորակազմի։ Դա բացահայտ պատերազմ է լինելու։ Իսկ թղթի վրա թրիփը շատ լավ է։ Հրաշալի ծրագիր է։ Դա նույն այդ այսպես կոչված այդ խեղաթյուրված խաղաղության խաչմերուկ արտահայտության ինչ-որ հարավային սեգմենտն է, որ ամերիկյան ադմինիստրացիան փորձում է ասել, որ ես 8 ամիս կառավարեցի 8 պատերազմի վերջ տվեցի։ Դա աբսուրդ է, այդպիսի բան չի կարող լինել։ Դու գուցե պատերազմական գործողությունները ժամանակավոր հրադադար ես հաստատել, գործողությունները ժամանակավորապես դադարեցրել ես, բայց պատերազմը որպես այդպեսին չի ավարտվել։ Որտեվ ժամանակակից պատերազմները հիբրիդային պատերազմներ են, իրենք մի քանի կոմպոնենտ են, մի քանի ոլորտ են ներկա։ Բարոյահոգեբանականից սկսած մինչև կիբերհանցագործություններ, կիբերանվտանգության, հա, կամ կիբերպատերազմներ, տեղեկատվական պատերազմ, ինչ ասեմ, տնտեսական պատերազմ, շուկաների եւ այլ։ Աշխարհը մեծ փոփոխությունների շեմին է, տնտեսականից սկսած մինչև ֆինանսական մոդելների փոփոխություն, եւ այդ ամբողջի մեջ խոսել մեծ խաղաղության, չգիտեմ, ինչ նվաճման մասին ես անհեթեթ եմ համարում, որտեղ չկա խաղաղություն, կա ընդամենը գործողությունների սառեցում ժամանակավոր։ Հիմա առաջիկայում Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Եվրոպան եթե նկատեցիք ընդհանրապես չեմ էլ անդրադառնում, որովհետև դարձավ լուսանցքային։ Ամբողջ եվրոպական դիվանագիտության ֆիասկոն հենց այդտեղ է, որ ռուս-ամերիկյան հակամարտ յուրաքանչյուր ռուս-ամերիկյան հակամարտությունից հետո դժողու Եվրոպան է։ Հիմա Եվրամիությունն է դժեր եւ որպես առանցքային սուբյեկտ ինքը չեզոքացվեց մեծ հաշվով։ Խաղադաշտ է մտել Չինաստանը, որ իր պայմաններն է ուզում թելադրել եւ Սի Ցզինպին Թրամփ վերջին հանդիպումը ոչ հուսալի արդյունքները հենց դա են ապացուցում։ Այս մեծերը ինչ կբանակցեն, ինչպես կորոշեն իրենց շահերը բաշխել, զոնավորել, հա, գոտիավորել իրենց շահերը, որտեղով պիտի անցնի, դրանից շատ բան է կախված, այլապես Միացյալ Նահանգները ոչ մի պատմաքաղաքական օրինաչափությամբ ոչ մի որևէ հիմնավորում չունի թրիփի ծրագիրը իրականացնելու մնալու այս տարածաշրջանում։ Իսկ եթե չի մնալու իր տարածաշրջանային ոստիկանին է հանձնելու այդ ամբողջի կառավարումը, եթե շարունակի խոսույթի մակարդակով ասել, որ Ռուսաստանը թշնամի է։ Իսկ եթե Ռուսաստանը թշնամի չէ, այլ համագործակցող է, նշանակում է, որ այդ թրիփ ծրագիրը ինչպես գրվել է, այդպես էլ հնարավոր է չեղյալ համարվի, այնպես ինչպես չեղյալ համարվեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եվ հնարավոր է նոր փաստաթուղթ ծնվի այլ առաջնահերթություններով, այլ օրակարգերով։ Հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրան, թե դիվանագիտական, թե անվտանգային, թե ռազմական առումով։ Եթե դու պատրաստ չեղար այդ պահին քո օրակարգով ներկայանալ եւ մեծերի բանակցություններում քո խնդիրները լուծել, ուրեմն դու ընդհանրապես լուսանցքում պիտի մնաս եւ որպես պետություն այո, իրավունք ունես գոյատևել։ Պարոն Գասպարյան, ինձ հուշում եմ, որ մեր ժամանակն արդեն սպառվել է, խնդրում եմ վերջում ներկայացնեք, որն է լինելու ստեղծված վիճակում մեր պետության տեղը, դերը աշխարհաքաղաքական նոր շախմատի վրա։ Ես անկեղծ ասած չգիտեմ։ Եվ երբեք չեմ հավակնել ասել մի բան, որը հերքելու համար հետագայում
ավելի ռեսուրս պիտի ծախսեն մտավոր։ Այն տեմպով, ինչ մենք ընթանում ենք, չի տանում որևէ խոստումնալից տեղ։ Մենք ինֆորմացիայի չենք տիրապետում։ Թափանցիկ չէ, ոչ մի բան։ Խոսում են մի բան, անում են մեկ ուրիշ բան։ Ես չգիտեմ Սյունիքի հարցում ինչ պայմանավորվածություններ կան, բայց գիտեմ, որ ամպեր են կուտակված։ Եվ ցանկացած պահի Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Իսրայել երկուսը թաքուն ոչ բացահայտ է այս կվարտետի գործողությունները ինչպես կլինեն։ Ես չգիտեմ այս իշխանությունները ինչ պայմանավորվածություններ ունի, արդյոք մենք դաշնակիցներ ունենք թե ոչ։ Որովհետև նման պարագայում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքը կեսից ավել 60-70%-ով պիտի կրճատվի եւ մենք պիտի ունենանք Բաթումի պայմանագրով 10,000 քառակուսի կիլոմետր տարածք, բայց անուն դնենք ինքնիշխան Հայաստան, դա ես համարում եմ հնարավոր տարբերակ, եթե այս իշխանությունը շարունակի գոյատևել։ Բայց ես մի բան ունեմ, ոչ թե որ ինձ հույս եմ տալիս։ Ես հավատում եմ, որ մենք ունենք երկու կարևոր գործոն, որը չունի մեր թշնամին, մեր հակառակորդը։ Դա հնարավոր մեր գիտամտավոր էլիտաների աշխարհով մեկ ցրված, սփյուռքով մեկ ցրված ռազմավարական մտքի մոբիլիզացիան է, եթե լուրջ աշխատենք, ոչ թե եթե ցանկանանք, եթե լուրջ աշխատենք, մենք կկարողանանք այդ ռեսուրսը ճիշտ գործածել։ Եվ երկրորդը մենք մի բան պիտի սովորենք ռազմավարական համբերություն։ Մենք նպատակ պիտի դնենք, մենք նպատակ պիտի ունենանք, աննպատակ պիտի չապրենք։ Ես ունեմ նպատակ։ Ինձ նման 100,000-ավոր տղերք ունեն նպատակը։ Այդ նպատակը ռացիոնալության, խելամտության սահմանների մեջ դնելը եւ պետական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ օրակարգը բերելն է խնդիրը, որը մենք պիտի փորձենք անել։ Դա սկսվելու է դպրոցից, որտեղ հենց այնպես չեմ ասում ռազմավարական համբերություն, հա։ 88-ից սկսեցին ջարդել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, բոլոր տեղերում, կորցրեցին Արցախը, համբերեցին, շատ աշխատեցին իրենց վրա, փող ծախսեցին, կոռուպցիայի մասին չեմ խոսում, բայց ծախսեցին փող, սերունդներ պատրաստեցին, որ վերադարձեն Արցախը, իրենց Ղարաբաղը, հա։ Դա շատ ժամանակավոր է, ես որովհետև հավատում եմ, որ Արցախը վերադառնալու պատմական հնարավորություն մենք ունենալու ենք։ Մենք էլ պիտի այդ համբերությունը ունենանք, բայց այդ համբերությունը կենաց չպիտի հնչի որպես, մենք պիտի անընդհատ ուժեղանանք, ընդ որում ոչ ավանդական մոտեցումներով։ Ոչ մի ավանդական մոտեցում չի լինելու։ Ժամանակակից տեխնոլոգիական դարին համահունչ եւ համակայլ ընթանալով Հայաստանը տեխնոլոգիական մեծ առաջընթաց ապրելու պոտենցիալ ունի, մենք այդ պոտենցիալը պիտի կարողանանք ճիշտ գործածել, որովհետև մենք քաղաքակրթական ազգ եղել ենք, որովհետև կարողացել ենք արժեքները համադրել ժամանակի ոգու եւ տեխնոլոգիայի հետ։ Մենք այդ արժեքները հիմա պիտի չկորցնենք, ինչ որ իշխանությունը փորձում է անել, հա։ Չկա ազգային բանակ, ինչ հասկացություն, չկա եկեղեցի եւ այլն եւ այլն։ Արժեքային դաշտը երբ որ կբյուրեղացվի, մեր տեխնոլոգիական մտքի հետ երբ որ զուգահեռ կզուգակցենք այս երկուսը, ես հավատում եմ, որ այդ պոտենցիալը իրականություն կդառնա եւ ձեր հարցի պատասխանը, որ ինչ որ ժամանակ անց մենք կունենանք հնարավորություն ոտքի կանգնելու։ Ես սին հույսեր չեմ փայփայում։ Ես տեսնում եմ դա, որովհետև իմ ազգին լավ եմ ճանաչում, ազգի պատմությունն էլ լավ գիտեմ, եւ երբեք ու երբեք Լևոն II-ին թողած կամ Գագիկ Արծրունուն թողած, Արտաշես առաջինին թողած պատթակավորի հետևից չեմ ընկնում։
ինչ-որ խապուսիկ հակասական պետականագործան ջահել ղեկավարների, չեմ քննարկում իր պատմական կերպարը, հասկացակ ակնարկում է վերաբերվում։ Արտաշես առաջին ունեցող ժողովուրդը, Լևոն Մեծագործ ունեցող ժողովուրդը, Կիլիկիա ստեղծած ժողովուրդը շատ ավելի ուսանելի կերպարներ ունի, պատմական ոգի է շնչվել իրենցից, եւ այդ կերպարներով էլ հենց հավատացում եմ ձեզ, այդ կերպարներ ունեցող ազգը չի գնա կործանման, եթե խելքը գլուխը հավաքի ու եթե լուրջ աշխատի, իսկ մենք նպատակադրել ենք լուրջ աշխատել։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հետ։